Ադրբեջանը հերթական անգամ հայտնվել է միջազգային սկանդալի կիզակետում, հաստատելով հանրահայտ թեզը, որտեղ կա հակամարտություն, արյուն եւ ագրեսիա, այնտեղ անպայման նշмарվում է պաշտոնական Բաքվի հետքը։ Մինչ Ալիևի վարչակարգը փորձում է աշխարհին ներկայանալ որպես խաղաղության դարաշրջանի ջատագով, նույնիսկ հավակնում է զորակազմ ունենալ Թրամփի ծրագրով Գազայում կայունացվող կամ խաղաղապահ ուժերի անձնակազմում, COP30-ի շրջանակում Oil Change International միջազգային կազմակերպությունը ուղիղ մեղադրում է Ադրբեջանին Գազայում իրականացվող ցեղասպանությանը մասնակցելու մեջ։ Ըստ զեկույցի 2023-ի նոյեմբերից մինչև 2025-ի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Իսրայել ներմուծված հում նավթի առյուծի բաժինը 70%-ը մատակարարվել է Ադրբեջանից եւ Ղազախստանից։ Սա դասական ադրբեջանական գործելավոճ է։ Մի ձեռքով իսլամական համագործակցության կազմակերպությունում խոսել մահմեդական համերաշխությունից, մյուս ձեռքով վառելիքով սնուցել իսրայելական տանկերը։ Զեկույցը փաստում է, որ ադրբեջանական նավթը Թուրքիայի տարածքով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով հասել է Իսրայել։ Թեև փաստաթղթերում որպես ծագման երկիր նշվել է Թուրքիան, իրականում մատակարարվողը ադրբեջանական նավթ էր։ Ղազախական նավթը Ռուսաստան է մատակարարվել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի խողովակով, որտեղ Սև ծովի նավահանգիստներով ուղարկվել է Իսրայել։ Թեև փաստաթղթերով մատակարարումները ձևակերպված են եղել որպես ռուսական, սակայն 56 խմբականակից 55-ը իրականում եղել է ղազախական հում նավթ։ Իսրայելին վերամշակված նավթի մատակարարների շարքում առաջատար դիրքեր են զբաղեցնում Ռուսաստանը, Հունաստանը եւ ԱՄՆ-ն։ Ընդ որում Միացյալ Նահանգներն է ռազմական ինքնաթիռների համար նախատեսված GP-8 ռեակտիվ վառելիքի միակ մատակարարը։ Տեխասից ժամանած 9 լցանավ Իսրայել է հասցրել 360,000 տոննա GP-8 վառելիք։ Այն երկրները, որոնք նշված ժամանակահատվածում վառելիք են մատակարարել Իսրայելին, դա արել են լիովին գիտակցելով Իսրայելի կողմից իրականացվող վայրագությունները։ Ցեղասպանության նավթից գոյացած գումարները բնականաբար ուղղվում են ոչ թե Ադրբեջանի բնակչության բարեկեցությանը, այլ հերթական ագրեսիվ ծրագրերի ֆինանսավորմանը։ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սահիլ Բաբաևը խորհրդարանում հպարտությամբ հայտարարել է, որ 2026 թվականի բյուջեի առաջնահերթությունը մնում են ռազմական ծախսերը։ Թվերը խոսուն են։ Ռազմական եւ անվտանգային ծախսերի համար նախատեսվել է 8,7 միլիարդ մանատ կամ ավելի քան 5,1 միլիարդ դոլար, բյուջեի ծախսերի 21%-ը, ինչը 319 միլիոն մանաթով կամ մոտ 188 միլիոն դոլարով ավելի է ընթացիկ տարվանից։ Սա հստակ ազդակ է, որ Ադրբեջանը որպես տարածաշրջանային ագրեսոր չի պատրաստվում կանգ առնել։ Հավելենք սրան եւս 3,5 միլիարդ մանատ կամ ավելի քան 2 միլիարդ դոլար, որը հատկացվելու է օկուպացված տարածքներում ամրապնդվելուն, ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ այդ թիվը կհասնի 22 միլիարդի կամ շուրջ 13 միլիարդ դոլարի, եւ պարզ կդառնա, որ Բաքուն կառուցում է ոչ թե տնտեսություն, այլ ռազմական հսկա պլացդարմ։ Բաքվի ագրեսիվ եւ երկակի քաղաքականությունը չէր կարող անհետևանք մնալ տարածաշրջանային հարաբերություններում։ Իրանի հետ առևտրաշրջանառության կտրուկ անկումը դրա վառ ապացույցն է։ Ընթացիկ տարվա 7 ամիսներին Ադրբեջանից Իրան արտահանումը արժեքային տեսքով նվազել է ռեկորդային 65%-ով։ Սա ցույց է տալիս, որ Բաքուն, դառնալով իսրայելական քաղաքականության կցորդը տարածաշրջանում, կորցնում է վստահություն անգամ իր անմիջական հարևանների միջավայրում։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։